Պատասխանատվությունը այդքան իմը չէ սեպտեմբերի 24-ին, ինչքան ձերը Նռնենի դեկորինը, ովքեր նոր են մտել այդ շուկա, բայց արդեն հասցրել են լինել առաջին տեղում։ Ինչպես միտքը հղացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման գերհզոր տերությունում, ստեղծել մի բիզնես, որը իրականում տարբերվում է բոլորից։ Ստացել ենք մի բան, որը որ պետք է լիներ պարտադիր հայկական, որի մեջ պետք է լիներ հայկական հոգի եւ հայկական աշխատանք։ Ստեղծել ենք մի բան, որը որ կտարբերվեր բոլորից, որովհետեւ ծաղիկներ շատ կան։ Բայց ստեղծել մի բան, որ նմանը չկա, դա շատ մեծ գաղափար էր։ Հեշտ է այս երկրում կայուն դիրքերում մնալ։ Հեշտ չէ, բայց պետք է տրամադրես քո ժամանակը աշխատանքին, աշխատանք, ամեն րոպեն պետք է ճիշտ օգտագործես։ Նռնենի ասելիքը մենակ հայկականի մեջ է, թե տարբերվում է ինչով։ Նռնենին տարբերվում է իր ոճով, իր ծաղիկներով, որը որ սովորական ծաղիկներ չեն, որը որ ձեզ կպատճառեն ժպիտ շատ երկար ժամանակ, մոտ 3 տարի։ Ինչն է առաջին քայլը, որ պետք է նոր սկսնակ մարդը, որ գալիս է եւ ուզում է հիմնել բիզնես, պետք է անի։ Առաջինը պետք է անես այն, ինչ որ դու ես մտածում, պետք է չնայես ում մոտ ինչ ստացվեց, ում մոտ ինչ չստացվեց, պիտի լինի քո գաղափարը ու պիտի գնաս դրա հետևից, քո նպատակը պիտի դնես ու գնաս, չնայես կող, կաչ, ձախ, կարևոր չի ով ինչով է զբաղվում, ինչա մտածում քո արած աշխատանքի շուրջ, կարող է լինել բացասական կարծիքներ դրական, դու պիտի գնաս քո երազանքի հետևից։ 100% վստահ եմ, որ նույնիսկ ես էլ չլինեմ, այդ օրը լինելու է իդեալական, մանավանդ որ ինձ համար ամենակարևորը առաջին տպավորությունն է, որը վստահված է Նռնենի դեկորին, հանձինս քեզ եւ իհարկե Ալինայի, որ անգերազանցելի եք դեռ։ Միջոցառման հետ կապված չենք ցանկանում բացել փակագծերը։ Ես էլ չգիտեմ։ Ինչպես դու չես ցանկանում բացես փակագծերը, թե ովքեր են ներկա լինելու, նույն կերպ մենք չենք ցանկանում բացահայտել, թե ինչ դիզայն է լինելու այդ օրը։ Ես վստահում եմ ինչպես ձեզ, այդպես էլ մնացած իմ թիմակիցներին, որովհետև կարևորը այն չի, թե դու ինչ ես անում, կարևորը թե քո կողքին կանգնած մարդիկ ինչ ոգևորվածությամբ եւ պատասխանատվությամբ են մոտենում այդ հարցին։ Մերսի շատ։